ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի զոհաբերում է Ուկրաինան իր օրակարգը առաջ տանելու համար։ Միացյալ Նահանգները ցանկացած վասալի հետ այդպես է վարվում։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, խոսելով Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին։ Միջազգայնագետի խոսքով Ուկրաինայի հետ տեղի ունեցողը ուղիղ դաս է Հայաստանում այն ուժերի համար, որոնք փորձում են Հայաստանի Հանրապետությունը տանել Ուկրաինայի ճանապարհով։ Նախ առաջինը պետք է հասկանան, որ Հայաստանի ճակատագրի հետ պետք չի խաղալ եւ թող տեսնեն Ուկրաինայի հետ ինչպես են վարվում, թող տեսնեն եւ հասկանան, որ Միացյալ Նահանգները ցանկացած վասալի հետ այդպես է վարվում եւ դա վասալների վարվելու օրենքն է, այսպես ասած։ Եվ պետք չի երկիրը դնել հարվածի տակ եւ պետք չի երկիրը դարձնել պլազդարմ աշխարհաքաղաքական շահերի բախման համար, ինչպես հիմա արվեց Ուկրաինայում, Միացյալ Նահանգները, Ռուսաստան, բայց այս բարակայում եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կարծում շահած դուրս կգան։ Ռուսաստանը տարածքների առումով Միացյալ Նահանգները իր գումարները հետ բերելու առումով։ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտը կանխատեսում է, որ հակամարտության նման հանգուցալուծման դեպքում կոտրած դաշտակի առաջ կկանգնի Եվրամիությունը, որն ի տարբերություն Թրամփի արտահայտվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու օգտին, իսկ Ուկրաինան ընդհանրապես կհայտնվի աղետալի վիճակում, կորցնելով եւ իր տարածքները, եւ բնական ռեսուրսները, եւ առհասարակ զարգանալու հնարավորությունը։ Թրամփի եւ Զելենսկու փետրվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հայտնի վիճաբանությունից պարզ դարձավ, թեև մինչ այդ էլ ակնհայտ էր, որ գործող նախագահի վարչակազմը շատ ցավագին է ընդունում նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ օտարերկրյա գործընկերների ջերմ շփումները, առավել եւս նրանց աջակցությունը դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու առաջադրված Քամալա Հարիսին։ Փոխնախագահ Վենսը հիշեցրեց Զելենսկուն, որ վերջինս նախորդ տարվա հոկտեմբերին գնացել էր Փենսիլվանիա մասնակցելու Քամալա Հարիսի ընտրարշավին, մինչդեռ կարող է շնորհակալություն հայտնել նախագահ ընտրված Թրամփին, որը փորձում է փրկել Ուկրաինան։ Հնարավոր է, որ նույն դրամաբանությամբ Թրամփի վարչակազմը ընթացք չտա կամ ընդհանրապես չեղարկի Բայդենի վարչակազմի հետ հունվարի 14-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրած ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Գրիգոր Բալասանյանի կարծիքով Հայաստանի համար մեծ հաջողություն կլինի, եթե կարողանա այս իրավիճակից դուրս գալ միայն փաստաթղթի չեղարկումով։ Այդ նույն մեղադրանքը վաղ թե ուշ հնչելու է Հայաստանի հասցեն, որովհետև մամուլը, նաև ամերիկյան մամուլը գրեց, որ քարոզարշավին պես հանրապետականների դեմ եւ դեմոկրատների օգտին ակտիվ ներգրաված է եղել նաև Հայաստանի դեսպանատունը եւ հայ համայնքը։ Եվ դրանից հետո Թրամփը USAID-ին փակում է, Թրամփի վարչակարգը Սամանթա Փաուերին USAID-ի ղեկավարին անձնական թշնամի է որակում, բայց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Միացյալ Նահանգներում ըստ մամուլով տարածված լուրերի մեծարման երեկո է կազմակերպում Սամանթա Փաուերի համար, այն բանից հետո, երբ անգամ Թրամփը նրան համարում է իր անձնական թշնամի։ Միջազգայնագետի խոսքով այս ամենը Սպիտակ տան նոր ղեկավարների աչքից չի վրիպել, բայց դեռ դրա ժամանակը չէ։ Ըստ նրա, Հայաստանի հարցը լայն առումով կքննարկվի Թրամփի եւ Պուտինի մեծ բանակցությունների ժամանակ։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները Վաշինգտոնում պետք է ստորագրեին Ուկրաինայի օգտակար հանածոների հանքերի շահագործման մասին համաձայնագիր, որը դիտարկվում էր որպես Թրամփի միջնորդությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացին նպաստող քայլ։ Սակայն Սպիտակ տանը տեղի ունեցած տգեղ միջադեպից հետո համաձայնագրի ստորագրումը չեղարկվեց։ Մարտի 4-ին Զելենսկին վերահաստատել է Ուկրաինայի հանձնառությունը խաղաղությանը, հայտարարելով, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները Թրամփի հետ։ ԱՄՆ նախագահն իր հերթին կոնգրեսում հայտարարել է, որ ստացել է Ուկրաինայի նախագահից նամակ, որում Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ ամուր խաղաղության հասնելու համար։ Արամ Սարգսյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24